Գիրք Ծննդոց, գլուխ 31. Եվ Հակոբը լսեց Լաբանի որդկանց խոսքերը, որ ասում էին. Հակոբը մեր հոր բոլոր ունեցածն առավ, և այս բոլոր փառքը մեր հոր ստացվածքիցն ստացավ։ Եվ Հակոբը Լաբանի երեսին մտիկ տվավ, և ահա նրան հետ երեկվա և մեկ էլ օրվա պես չէր։ Եվ Եհովան ասեց Հակոբին. դարձիր քո հայրենիքը և քո ծննդյան երկիրը, և ես քեզ հետ կլինեմ։ Եվ Հակոբը մարդ ուղարկեց, և կանչեց Ռաքելը և Լիան դաշտը իր հոտերի մոտ։ Եվ ասեց նրանց. ես ձեր հոր երեսը տեսնում եմ, որ ինձ դեմ երեկվա և մեկ էլ օրվա պես չէ, բայց իմ հոր Աստվածն ինձ հետ է։ Եվ դուք գիտեք, որ ես իմ բոլոր զորությամբ ծառայեցի ձեր հորը, իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձքը 10 անգամ փոխեց։ Բայց Աստված նրան թույլ չտվավ ինձ վնասելու։ Որովհետև եթե նա այսպես էր ասում, թե քո վարձքը պիսակները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակ էին ծնում։ Եվ եթե այսպես էր ասում, թե քո վարձքը բիծավորներ լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները բիծավոր էին ծնում։ Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվավ։ Եվ եղավ, որ հոտերի տաքացած ժամանակ աչքերս բարձրացրի և երազում տեսա, և ահա հոտերի հետ զուգավորվող խոյերը բիծավոր, խայտախարիվ և գորշախայտ էին։ Եվ Աստծո հրեշտակն ասեց ինձ երազի մեջ. Հակոբ, և ես ասեցի. ահա ես։ Եվ նա ասեց. աչքերդ բարձրացրու և հոտերի հետ զուգավորվող խոյերին նայիր, բիծավոր, խայտախարիվ և գորշագույն են, որովհետև տեսա բոլորն, ինչ որ քեզ արավ Լաբանը։ Ես եմ Բեթելի Աստվածը, որ այնտեղ արձան օծեցիր և ինձ այնտեղ ուխտ արիր։ Հիմա վեր կաց գնա այս երկրիցը և քո ծննդյան երկիրը դարձիր։ Եվ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասեցին նրան. տակավին մեր հոր տանը մեզ համար բաժին և ժառանգություն կա։ Միթե մենք օտարականներ չհամարվեցանք նրա համար, որովհետև մեզ ծախեց և մեր փողն էլ կերավ։ Սրա համար այն բոլոր հարստությունը, որ Աստված մեր հորիցն առավ, մերն է և մեր զավակներինն է։ Եվ հիմա ինչ որ Աստված քեզ ասել է, արա։ Եվ Հակոբը վեր կացավ և իր որդիներն ու կնիկները ուխտերի վրա հետ ցրեց։ Եվ քշեց իր բոլոր անասուններն ու իր բոլոր ստացվածքը, որ ստացավ, իր ստացած անասունները, որ Փադան Արամում միջագետքում ստացավ, դեպի իր Իսահակ հորը գնալու Քանանի երկիրը։ Եվ Լաբանը գնացել էր իր խաշինքը ասրակտուր անելու։ Եվ Ռաքելն իր հոր թերափիմները գողացավ։ Եվ Հակոբն ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև նրան չիմացրեց, թե փախչում է։ Այսպես փախավ նա և իր բոլոր ունեցածը, և վեր կացավ ու գետիցն անցավ, և իր երեսը դեպի Գաղաած սարը դարձրեց։ Եվ երրորդ օրը Լաբանին պատմվեցավ, թե Հակոբը փախել է։ Եվ նա իր եղբայրներին իր հետ առավ և նրա ետևից 7 օրվա ճանապարհ գնաց, և նրան հասավ Գաղաած սարումը։ Եվ Աստված գիշերվա երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասեց նրան. զգուշացիր, որ Հակոբի հետ ոչ լավ և ոչ վատ չխոսես։ Եվ Լաբանը հասավ Հակոբին, և Հակոբն իր վրանը բացել էր սարումը։ Եվ Լաբանն իր եղբայրների հետ Գաղաած սարումը բացավ։ Եվ Լաբանն ասեց Հակոբին. սա ի՞նչ արիր, որ ինձանից ծածուկ փախիր, և իմ աղջիկները սրով գերի առվածների պես քշեցիր։ Ինչու թաքցրիր և ինձանից ծածուկ փախիր, և ինձ չիմացրիր, որ ես քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ և երգերով, թմբուկներով և քնարներով։ Եվ թույլ չտվիր ինձ, որ որդիներս ու աղջիկներս համբուրեի։ Հիմա հիմարություն արիր։ Իմ ձեռքն ուժ ունի ձեզ չարիք անելու, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց ասելով. զգուշացիր, որ Հակոբի հետ ոչ լավ, ոչ վատ չխոսես։ Եվ հիմա գնալը գնում ես, ըստ որում քո հոր տանը փափագելով փափագեցիր, բայց ինչու համար գողացիր իմ աստվածները։ Եվ Հակոբը պատասխանեց և ասեց Լաբանին. նրա համար, որ վախեցի, որովհետև ասեցի. միգուցե հափշտակես քո աղջիկներն ինձանից։ Բայց քո աստվածները, որի մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր եղբայրների առաջին պտրտիր։ Ինչ որ ինձ մոտ լինի, առ քեզ համար, որովհետև Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր նրանց։ Եվ Լաբանը մտավ Հակոբի վրանը և Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Եվ Լիայի վրանից դուրս եկավ և Ռաքելի վրանը մտավ։ Եվ Ռաքելն առավ կուռքերը և նրանց դրավ ուխտի պատատումը և վրան նստեց։ Եվ Լաբանը բոլոր վրանը պտրտեց, բայց չգտավ։ Եվ նա իր հորն ասեց.
Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջին, որովհետև կանանց սովորության մեջ եմ։ Եվ նա պտրտեց, բայց կուռքերը չգտավ։ Եվ Հակոբը բարկացավ և վիճում էր Լաբանի հետ։ Եվ Հակոբը պատասխանեց և ասեց Լաբանին. «Ինչ է իմ հանցանքը, ինչ է իմ մեղքը, որ ետևիցս ընկար, որ իմ բոլոր կարասիքը խառնեցիր, ինչ կտար քո տան ամեն կարասիքիցը, այստեղ տիր իմ եղբայրների և քո եղբայրների առաջին, և թող նրանք դատեն մեր երկուսի մեջ։ Ահա 20 տարի է, որ քեզ հետ եմ, ոչխարներդ ու այծերդ ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա, գազանից պատառվածը չբերի քեզ մոտ, ես էի քաշում վնասը, ցերեկը գողացվածը և գիշերը գողացվածը իմ ձեռքիցն էիր պահանջում։ Այսպես էի, ցերեկով տաքը և գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, և քունս փախել էր աչքերիցս։ Այսպես 20 տարի քո տանը քեզ ծառայեցի, 14 տարի քո երկու աղջիկների համար և 6 տարի քո հոտերի համար, և 10 անգամ փոխեցիր իմ վարձքը։ Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել։ Աստված տեսավ իմ տառապանքը և իմ ձեռքի աշխատությունը, և 3 գիշեր քեզ հանդիմանեց»։ Եվ Լաբանը պատասխանեց և ասեց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, և այս որդիները իմ որդիներն են, և այս հոտերն իմ հոտերն են, և ամեն ինչ, որ դու տեսնում ես, իմս են։ Եվ ինչ անեմ այսօր այս իմ աղջիկներին կամ իրանց ծնած զավակներին։ Բայց հիմա եկ, ես և դու ուխտ անենք, և իմ ու քո մեջտեղը վկայություն լինի»։ Եվ Հակոբը մի քար առավ և արձան կանգնեցրեց նրան։ Եվ Հակոբն իր եղբայրներին ասեց. «Քարեր ժողովեցեք», և նրանք քարեր առին և դեզ շինեցին, և այնտեղ այն դեզի վրա հաց կերան։ Եվ Լաբանը նրա անունը Էեկար Սահադութա դրավ, բայց Հակոբը նրա անունը Գաղաադ դրավ։ Եվ Լաբանն ասեց. «Այս դեզը այսօր իմ ու քո մեջտեղը վկա է», նրա համար նրա անունը Գաղաադ ասվեցավ։ Եվ Մասփայել, որովհետև ասեց. «Եհովան դիտե իմ ու քո մեջտեղը, երբ մենք իրարից բաժանվենք։ Եթե իմ աղջիկներին վշտացնես, և կամ եթե իմ աղջիկների վրա ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ։ Տես իմ ու քո մեջտեղը Աստված է վկա»։ Եվ Լաբանն ասեց Հակոբին. «Ահա այս դեզը, և ահա այն արձանը, որ ես կանգնեցի իմ ու քո մեջտեղը։ Վկա է այս դեզը, և վկա է այս արձանը, որ ես այս դեզից չանցնեմ դեպի քեզ, և դու այս դեզից և այս արձանից չանցնես դեպի ինձ չարիքի համար։ Աբրահամի Աստվածը և Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը մեր մեջը դատավոր լինի»։ Եվ Հակոբն իր հայր Իսահակի երկյուղովը երթում արավ։ Եվ Հակոբը զոհեր մատուցրեց այն սարի վրա, և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու, և հաց կերան, և գիշերը սարումը մնացին։ Եվ Լաբանն առավոտ անց կանուխ վեր կացավ և իր որդիներին և իր աղջիկներին համբուրեց և օրհնեց նրանց։ Եվ Լաբանը գնաց և իր տեղը դարձավ։